Մի թղթի կտոր վրան գրված 15,000 դրամ վարչական տուգանք։ 44-օրյա պատերազմի մասնակից առաջին կարգի հաշմանդամություն ստացած սպա Էրիկ Գասպարյանի մորը Լուսինե Չիլ-Գևորգյանին Երևանի քաղաքապետարանի տրանսպորտային վերահսկողության աշխատակիցները տուգանել են հանրային տրանսպորտում չվճարելու համար։ Իրականում ամիսներ առաջ հենց քաղաքապետարանն ու վարչական շրջանն էին Լուսինեին անվճար երթևեկության քարտ տրամադրել որպես օգնություն, որպեսզի մայրը կարողանա ամեն օր այցելել զինվորի տուն, խնամելու ծայրահեղ ծանր վիրավորում ստացած որդուն։ Մորը որպես առաջին կարգի հաշմանդամ զինվորի խնամակալ օգնության կարգով տրամադրում են տրանսպորտային միջոցի քարտ եւ Լուսինեի ինձ հայտնած տեղեկություններով ասում այդ քարտի տրամադրումը տևել է մոտավորապես 1 ամիս, որ թաղապետարան, քաղաքապետարան, ինչ որ գործընթաց է անցել եւ այլն, տենց շատ sense բերել են ձեզ օգնություն ենք տալիս այս քարտը, գնացեք ձեր տղայի մոտ եկեք, բան գոնե այս մի բանով ձեզ օգտակար լինեն։ Տուգանող աշխատակիցը պատճառաբանել էր, թե քարտից կարող է օգտվել բացառապես հաշմանդամություն ունեցող զինծառայողը։ Մինչդեռ առաջին կարգի հաշմանդամություն ունեցող սպան, ով 2020 թվականի նոյեմբերից կյանքի ու մահվան կռիվ է տալիս, ֆիզիկապես ի վիճակի չէ ինքնուրույն շարժվել։ Աշխատակիցը քաղաքապետարանի ասել էր, որ ոչ դրանով միայն կարող է ուրեմն երթևեկել Էրիկը։ Ես մի գուցե շատ կոպիտ հնչի, բայց ինձ ասում է ասեիր, հա գնացեք, զինվորի տանն է։ Էրիկին առաջարկեք, թող գա օգտվի։ Միջադեպի մասին սոցիալական ցանցերում աղմուկից եւ հանրային լայն արձագանքից հետո քաղաքապետի կարգադրությամբ Լուսինե Չիլ-Գևորգյանի նկատմամբ կազմված վարչական իրավախախտման արձանագրությունը չեղարկվել է։